Կենթանու որդեգրման տալիս ենք մաքսիմալ, այսպես ասած, խիստ պայմաններով, հա, ունենք պայմաններ, որոնցով փորձում ենք մինիմալի հասցնել, հետո կենթանու լքվելը, որովհետև մինչև կյանքի վերջ բոլոր կենթանիներին վերահսկել չի լինում։ Հետաքրքիր է, դու քո տանը պահում ես 6 կենթանի։ Այո։ 2 երեխայի հետ մեկտեղ։ Այո։ Երբևիցե մտքովդ անցել է որևիցե մի կենթանուց հրաժարվես։ Մարդիկ ամեն ստից բանի պատճառով կարող են կենթանուն լքել, հա, այսինքն ոչ թե ստից բանի պատճառով լքում են, այլ վերցնելուց երկար չեն մտածում։ Օրինակ, որ կենթանին կարող է ծերանալ ու ծախս պահանջել, կարող եք տուն փոխել, կարող եք երեխա ունենալ։ Ես միշտ փորձում եմ մարդկանց այդ նախապես որդեգրման տալուց առաջ այդ բոլոր հարցերը բարձրացնում։ Դուք գիտեք, որ ինքը կարող է հիվանդանալ, դուք գիտեք, որ կարող եք տուն փոխեք, որովհետև շատ կարևոր է նախապես մտածել, որովհետև երեխայի պես է, երեխայի տուն է ցար, կյանքում ինչ իրավիճակում է լինես, երեխայի չես թողնի, չէ, եթե նորմալ մարդ ես, էլի իհարկե։ Նույնն էլ կենթանու դեպքում է, այսինքն եթե ես կենթանու վերցրեցի, չի կարող լինել իրենց հրաժարվելու որևէ իրավիճակ։